Դատապարտելի է որևէ կրիմինալ, անկախ նրանից ինքը եկեղեցական է, թե եկեղեցական չի, հատկապես այդ շատ վտանգավոր հանցագործությունների տեսակը հեղաշրջում եւ այլն եւ այլն, որի էլի բանը ունեցել ենք, սկիզբը ունեցել ենք այդ ասեցի 98 թվականի հեղաշրջում, 99 թվականի հեղաշրջում եւ այլն, 2008 թվականի հեղաշրջում, մենք այդ բաները ունեցել ենք, անցել ենք, դրա համար այս ամեն ինչ շարունակվում է, բայց մյուս կողմից Հայաստանի օրենքները ասում են անմեղության կանխավարկածի մասին, ժողովուրդ, բռնել եք, բայց այդ մարդուն մի պախարակեք, վաղը դուք քանի մարդու պախարակեցիք բռնելով, հետո բաց թողեցիք, ոչ մի դատ չեղավ եւ այլն, այսինքն մենք չպետք է դիպչենք անհատի պատվին, արժանապատվությանը եւ այլն, մենք պետք է այդ պահին լռենք բոլորս, բոլոր կողմերս, հատկապես իշխանությունը ու նա այդ քանի դեռ իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործի բացահայտմամբ, չպետք է ունենան եթերներ, դրա մասին խոսեն ու դա ասում եմ առաջի հերթին վերաբերվում է իշխանությանը,